Ուզում եմ ձեզ հետ կիսվել արհեստական բանականության վերաբերյալ մեր պատկերացումներով, մեր երազանքներով, ինչ ենք մենք մտածում, ինչ ենք անում եւ ոնց ենք պատկերացնում Հայաստանի տեղը տեխնոլոգիական քարտեզի վրա ու ընդհանրապես արդյոք փորձենք իրար հետ հասկանալ արդյոք փոքր երկրները կարող են ռազմավարական առավելություն ստանալ արհեստական բանականության տնտեսության համաշխարհային տնտեսության մեջ։ Ավելի քան 1 դար չեմ սխալվի, կարծում եմ, եթե ասեմ, որ համաշխարհային տնտեսության մեջ կարևոր գործոն են հանդիսացել կապիտալը, արդյունաբերական հզորությունները, բնական ռեսուրսները եւ այլն։ Եթե հիմա որևէ մեկը ասի, որ դրանք այլևս կարևոր չեն, կան նորարար տեխնոլոգիաներ, իհարկե դրանք կասվեն միայն գրոտեսկով, որովհետև դրանք շարունակում են մնալ կարևոր ու կենսական, բայց փաստ է, որ հիմա աշխարհը արդեն թևակողել է նոր դարաշրջան, այն կոչվում է արհեստական բանականության դարաշրջան։ Եվ կարևոր է այդտեղ թե ինչպիսին կլինեն երկրների եւ տվյալ պարագայում, որ մեզ շատ հետաքրքրում է փոքր երկրների ռեակցիան, արձագանքը։ Արդյոք մեզ հաջողվելու է արհեստական բանականության համաշխարհային տնտեսության մեջ դարձնել մեր դիրքերը տեսանելի։ Ես հավատացած եմ, որ այո, բայց կարևոր է հասկանալ, թե դրա համար մենք ինչ անելիքներ ունենք։ Այստեղ ես կառանձնացնեի 3 հիմնական ռեսուրս, որոնք գալիս են կանխորոշելու արդյոք փոքր երկրները անելիք ունեն այստեղ, թե լինելու են ոչ այնքան մրցունակ, ինչպես ՑՊԱՀ-ս համաշխարհային տնտեսության կառուցվածքի մեջ։ Առաջինը դա էներգիան է, երկրորդը հաշվարկային հզորությունները եւ երրորդը ամենակարևորը տաղանդը, մարդկային կապիտալը։ Շատ կարևոր է պատկերացնել կամ արձանագրել, որ արհեստական բանականությունը հերթական թվային գործիքը չէ, այն եկեք միասին անվանենք ենթակառուցվածքահեն համակարգ է, որտեղ այո շարունակաբար, ինչպես նշեցինք, կապիտալը կարևոր է, որովհետև դրանք խոշոր լայնամասշտաբ ներդրումների մասին են, բայց այս 3 հիմնասյուներն են, որ վճռելու են օրինակ Հայաստանի, Էստոնիա, Իռլանդիա եւ մյուս այլ ոչ այնքան մեծ խաղացողների ճակատագիրը։ Եթե սկսենք էներգիայից, առանց էներգիա չի լինի ընդհանրապես տեխնոլոգիա, այսօր էներգետիկ ոլորտը գալիս է հասցնելու տեխնոլոգիաների հետևից եւ մենք այսօր դա տեսնում ենք հենց Հայաստանի օրինակով։ Հայաստանը արտադրում է մոտավորապես 1500 մեգավատ էլեկտրաէներգիա տարբեր տեխնոլոգիաներով, ատոմային, հեկ, ջեք եւ արևային էներգետիկա, որը մինչև 17-18% է հասել, բայց այն տենդենսները եւ այն հնարավորությունները, որոնք որ այսօր բացվել են Հայաստանի նման փոքր երկրի համար, դարձնում են ակնհայտ մի փաստ, որ էներգետիկ ոլորտը իր կառուցվածքով, իր տրամաբանությամբ պիտի օր առաջ բեկումնային ինստիտուցիոնալ փոփոխությունների ենթարկվի, եթե Հայաստանը ունի ամբիցիա այստեղ։ Ամիսներ առաջ կարող եք լսել հաճախ, որ մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, բայց ես կարող եմ ասել, որ այդ խոսակցությունները ընդհանրապես այլևս ակտուալ չեն Հայաստանում եւ աշխարհում առհասարակ։ Էլեկտրաէներգիայի ավելցուկ այլևս չի կարող լինել այն երկրների համար, որոնց առջև բացվել են այդ պատուհանները։ Արդեն այսօր այդ խոսակցությունները բոլորովին այլ կառուցվածք են, այլ տեսք են ստացել, հիմա կա այլ հարցադրում օդի մեջ եւ մեր առաջ ծառացած, ինչ անել, որ էներգետիկ հզորությունները հասցնեն տեխնոլոգիաների հետևից։ Ատոմակայանը ավելի քիչ էլեկտրաէներգիա է ապահովում, քան Հրազդանում կառուցվելիք ԱԲ տվյալային կենտրոնը, որ կարիքը կունենա։ Սա ուղղակի պատկերավոր հնչեցնելու համար, որ բոլորի համար պարզ լինի, թե ինչքան արագ եւ ինչքան
առարկայական է ու շոշափելի է նոր իրողություն է էներգետիկ ոլորտի համար։ Այն մտածողությունը, որ ամիսներ առաջ ակտուալ էր, պիտի շատ արագ փոխվի հենց էներգետիկ ոլորտում։ Եթե իսկապես մենք այդ ամբիցիաները ունենք, իսկ մենք ունենք, եւ դա անդադար երկխոսություն է բացել կառավարության ներսում, հասկանալու թե ինչպես ենք մենք շատ արագ պրոակտիվ քաղաքականությունները փոփոխելով, բարեփոխելով գալու ու ստեղծելու այդ հնարավորությունները տեխնոլոգիաների համար։ Ես իբրև պատասխանատուներից մեկը կամ որոշումներ կայացնողներից մեկը կարող եմ ասել, որ շատ համարձակորեն ասել եմ, որքան էներգիա արտադրեք, մենք այն կուտիլիզացնենք, մենք այն կծախսենք, չվախենաք, գնացեք համարձակ որոշումների հետևից։ Եվ վերջին շրջանում այդ համատեքստում մի քանի կարևոր նաև օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում կուտակիչ կայանների ստեղծման եւ այդ ուղղությամբ խոշորագույն ներդրումներ ներգրավելու, որը հնարավորություն է տալու կայունություն ունենալ, որակյալ էներգիա եւ կայուն էներգիա ունենալ, ինչը կենսական նախապայման է մեր օրերի տվյալային կենտրոնների գործարկման համար։ Հետևաբար ֆիքսենք, էներգիան կենսական 3 կարևոր սյուներից մեկն է եւ փոքր երկրները, որոնք կկարողանան արագ տրանսֆորմացնել իրենց էներգետիկ ոլորտի կառուցվածքը եւ կանոնները եւ տրամաբանությունը, նրանք կկարողանան ստանալ հնարավորություն օգտվել, բացել այդ պատուհանները եւ օգտվել ընդհանուր ստեղծված հնարավորություններից, որովհետեւ այդ ստեղծված հնարավորությունները այսօր ավելի քիչ, քան 2 տասնյակ երկրների համար են դեռևս գործում։ Մեր կարծիքով սա է մոմենտումը։ Կգա մի պահ, որ այդ երկրների թիվը կմեծանա եւ մրցունակությունը ըստ էության կդրվի լրջագույն հարցականի տակ։ Այսօր կա մոմենտում եւ փոքր երկրները պիտի շատ արագ արձագանքեն դրան։ Երկրորդ սյունը, ինչպես նշեցի, դրանք բարձր արտադրողականությամբ հաշվարկային հզորություններն են։ Այստեղ կրկին փոքր երկրներից մի քանիսը եւ նորից մեր երկրի օրինակով կարող եմ ասել, տրանսֆորմացիոն փուլում են գտնվում։ Նամանավանդ օգոստոսի 8-ի 25 թվականի Վաշինգտոնյան բանակցությունները եւ կնքված համաձայնագրերը ռազմավարական համագործակցություն տվեց հնարավորություն մեր երկրին տեղավորվել, դիրքավորվել այդ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ունեցող երկրների թվին։ Հայաստանը, եթե չեմ սխալվում, արդեն այսօր ունեցած իր արտոնագրերով աշխարհում 6-ն է կամ 7-ը։ Հրազդանում կառուցվող իր տեսակով երրորդ Հայաստանում երրորդ տվյալային կենտրոն, ԵՊՀ-ի տվյալային կենտրոնից եւ Գագարինի տվյալային կենտրոնից հետո երրորդ արտոնագրային թույլտվությունները ստանալու պարագայում Հայաստանին գուցե կդարձնի աշխարհում երրորդ երկիրը։ Եվ մենք ակնկալում ենք, որ այն էներգետիկ բարեփոխումները եւ փոփոխությունները, որ մենք կհասցնենք շատ արագ տրանսֆորմացնել եւ ինտեգրել այս նոր տեխնոլոգիական հնարավորություններին, մեզ այդ հնարավորությունը կտա։ Բայց արդեն այսօր ես ուզում եմ, որ ինչպես ընկերս նշեց, մենք արդեն այսօրը գնահատենք, թող որ այն մեզ ոգեշնչի, ոգեկոչի, որովհետեւ այն արդեն ինչ ունենք այսօր, դա լրջագույն ձեռքբերում է մեր պետության համար եւ լրջագույն ներդրում ապագայի մեջ։ Եվ իհարկե վերջապես երրորդ սյունը, որը ակտուալ է միշտ, ակտուալ է բոլոր ոլորտների համար, տաղանդներն են։ Փոքր երկրները, նույն Էստոնիայի մասին խոսեցինք, արդեն տասնամյակներ շարունակ թվային կրթության մեջ անհավանական մեծ ներդրումներ են կատարել, ինչը այսօր տալիս է հնարավորություն լինել մրցունակ մրցակցային ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Եվ բոլոր այն երկրները, որոնք ՑՊԱՀ-ս կենտրոնացրել են ռեսուրսներ, հատկապես STEM ուղղություններով, նրանք այսօր ունենում են հնարավորություն լինելու իրապես մրցունակ։ Ինչու՞։ Մի բան է ունենալ էներգիա եւ հաշվողական ռեսուրսներ, որոնք ըստ էության ենթակառուցվածքն են ապահովում երկրների համար, բայց մյուս բանն է, թե ինչպես այդ ենթակառուցվածքային հզորությունները պիտի վերածվեն կամ վերաճեն պրոդուկտների, առանձին ոլորտների եւ հավելյալ արժեք գեներացնեն երկրների համար։ Եվ այստեղ բարձր որակավորում ունեցող ինժեներները
հետազոտողները, գիտնականները դառնում են կենսական կարևորությունը առաջնորդելու այդ ենթակառուցվածքից, ֆիզիկական ենթակառուցվածքից մինչև վերջնական պրոդուկտ ու հավելյալ արժեք ստեղծելու հնարավորություն եւ քո սեփական տնտեսության, լոկալ տնտեսության եւ գլոբալ տնտեսության մեջ այդ նիշան ապահովելու համար, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է, որ այդ մարդիկ են, որ պիտի կառավարեն համակարգերը, մարդիկ են, որ պիտի զբաղվեն նորարարությամբ, մարդիկ են, որ պետք է նորարարությունները ի բարօրություն երկրներում ապրող մարդկանց կամ համաշխարհային մոլորակի մարդկանց համար ստեղծեն հավելյալ արժեք նրանց կյանքը հեշտացնելու համար։ Եվ այստեղ իբրև երրորդ կարևորագույն հենասյուն կշահեն եւ կհաղթեն այն երկրները, որոնք որ տասնամյակներ շարունակ ճիշտ կրթական քաղաքականություններ են իրացրել։ Այս համատեքստում թերևս երրորդ հիմնասյան հետ նաեւ փոխկապակցված է գիտահետազոտական աշխատանքների եւ մշակումների մեջ ներդրումները երկրների, եւ ես նորից պիտի ասեմ ուրախությամբ, որ այստեղ եւս փորձել ենք մենք մեր օրինակով չհապաղել։ Արդեն ավելի քան 1000-ից ավելի հետազոտողներ նոր հարկային արտոնությունների դաշտում են, գոտում են գործում, որովհետև պետությունը 1.5 տարի առաջ նոր կարգավորումներ եւ աջակցության նոր փաթեթ առաջարկեց, հասկանալով, որ Հայաստանի ներսում պիտի արտադրվի նոր գիտելիք, գեներացվեն նոր մտքեր, հենց ինովացիոն մտքեր, որոնք որ պիտի լինեն հիմքը տնտեսական թռիչքաձև զարգացման համար։ Այսպես ենք մենք պատկերացնում հարստական բանականության դարաշրջանում Հայաստանի նոր տեղը եւ նոր դիրքը, եւ սա մեզ տալիս է լավատեսություն ապագայի նկատմամբ, որ մենք լինելու ենք ստրատեգիական առավելություն ենք ստանալու մի շարք այլ երկրների նկատմամբ, ունենալով այս 3 կարևորագույն առավելությունները ու այն լավագույնս ամբողջությամբ փորձելու ենք օգտագործել հարստական բանականության դարաշրջանում աշխարհի top 20-30 երկրների թվին պատկանելու համար։ Շնորհակալություն։